Ողջույն բարեկամներ, ես Տիգրան Ղզմալյանն եմ, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ։ Այսօր 2026 թվականի մայիսի 29-ն է, եւ մենք կրկին շրջում ենք ավազաժամացույցը։ Մնում է 8-9 օր մինչև ընտրությունները ազգային ժողովի Հայաստանի Հանրապետությունում, սակայն մեծ հաշվով հաղթողը պարզ է, անգամ հաղթողները։ Ես առաջին անգամ չէ, որ ասում եմ, փորձեմ այսօր ոչ թե կրկնել պարզապես, այլ հիմնավորել ասածս։ Չնայած որ իմ ասածը հիմնավորել է արդեն վարչապետ Փաշինյանը։ Եվ այսպես հաղթողը Վլադիմիր Պուտինն է։ Նրա հետ միասին ստվերում հաղթող է նաև Իլհամ Ալիևը։ Երբ ես դա ասում էի շաբաթներ առաջ, ամիսներ առաջ, ես լսեցի հայ քաղաքական մտքի բազմաթիվ գոհարներ, մարգարիտներ, ողջ պերճանքը եւ թշվառությունը մեր խոսքի ազատության հետ կապված, եւ ասում են, որ ես չարախոսում եմ, որ ես վիրավորված եմ, նեղացած եմ, հատուկ ռուսերեն խոսք կա, դուխովի ոճով աբիժնիկ, ես ընդամենը ասում եմ այն ինչ մտածում եմ եւ ցավոք սրտի շատ հաճախ ես իրավացի եմ։ Դուրս անելով Հայաստանի Եվրոպական կուսակցությունը եւ քանդելով Եվրադաշինքը, Նիկոլ Փաշինյանը հայտնվեց մենակ ռուսական կլիենտների, հաճախորդների հետ եւ սկսվեց այն ինչը մենք նաեւ կանխատեսում ենք, ես զգուշացնում ենք նրան դեռ 2 տարի առաջ, որ մնալու է ոչ թե պայքարի, ոչ թե ավելի ճիշտ գաղափարախոսությունների պայքարը, հանուն ազգային շահի, հանուն մեր պետականության, մնալու է մրցակցություն, թե ով է տեղ զբաղեցնելու Պուտինի կերակրատաշտակի մոտ։ Ցավոք սրտի այդպես էլ եղավ։ Ընդամենը մի քանի ժամ առաջ Աստանայում ԵԱՏՄ, այսինքն նախկին Մաքսային միության, որը հիմա այսօր պաթետիկ կոչվում է Եվրասիական տնտեսական համագործակցություն, թե միություն, Պուտինը իր գրպանե Լուկաշենկոների հետ միասին վերջնագիր ներկայացրեցին Հայաստանի Հանրապետությանը, հանձինս վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ներկա չէր, բայց ներկա էր նրա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ հատուկ հայտարարությամբ Ռուսաստանը, Բելարուսը, Ղազախստանը, Ղրղստանը, թե ով է այնտեղ կարևոր չէ, որովհետեւ դա իրականում Ռուսաստանի կեղծանունն է հերթական ԵԱՏՄ։ Նրանք մտահոգություն հայտնեցին առայն, որ Հայաստանը ընդունել է մի օրենք Եվրամիության անդամակցելու մասին։ Թող կեղծ համեստություն չլինի, բայց հիշեցնեմ, որ Հայաստանի Եվրոպական կուսակցությունն է նախաձեռնել այդ օրենքը, որը Պուտինը դրոշի պես բռնել եւ պտտում է, ծածանում է գլխավերևում։ Եվ ուրեմն այսպես, վերջնագիրը կայանում է հետեւյալում. մինչև տարեվերջ կամ սեղմ ժամկետներում ամենայն դեպս Հայաստանում պետք է անցկացվի հանրաքվե եւ վերջնականապես որոշում ընդունվի, արդյոք Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն կամ մնում է Եվրասիական տնտեսական միության, այսինքն Ռուսաստանի տակ։ Եվ քննարկելու, խոսելու, վիճելու տեղ Երևանը չթողեց, որտեվ Մհեր Գրիգորյանը նույն օրը հայտարարեց, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ մնում է հին, բարի կամ չար ու հին ասելը ոչինչ չի նշանակում, դա արդեն հին էլ չէ, դա անցյալն է, դա փտած, ժանգոտած մի ռուսական Մոսկվիչ է, Ժիգուլի, ինչ ուզում եք անվանեք դա, որը Երևանը ձեռքից բաց չի թողնում կամ որի պոչից է բռնվում, այնպես ինչպես ամերիկյան ինքնաթիռների անիվներից բռնվում էին խեղճ աֆղանցիները, երբ որ ամերիկյան զորքերը դուրս էին գալիս Կաբուլից։ Հիմա մոտավորապես ճիշտ այսպես Երևանի
պաշտոնական Երևանի կառավարությունը բռնվում է Ռուսաստանի պոչից։ Ինչու եմ ես ասում կառավարությունը, որովհետև ընդամենը օրեր առաջ հրապարակվեց մի հարցում, որտեղ հայաստանցիների 34%-ը կողմ քվեարկեց Եվրամիությանը անդամակցելու եւ եւս 39%-ը համարում էին Ֆրանսիան գլխավոր քաղաքական գործընկեր, այսինքն 39-ը Ֆրանսիան, 34-ը Եվրամիությունը, իսկ քանի որ Ֆրանսիան Եվրամիության անդամ է, ապա չեմ կարծում, որ սխալ կլիներ գումարել այդ երկու հարցերը, եւ մենք ստանում ենք 73% արդյունքում։ 73% հայեր կողմ են Հայաստանի եվրոպական կողմնորոշմանը։ 35-ը հարգենք այդ թիվը, 35, ավելի քան 2 անգամ քիչ։ Շարունակում են դիտել Ռուսաստանը որպես Հայաստանի գլխավոր գործընկեր։ 2020 թվականի պատերազմից հետո, 2023 թվականի Արցախի հայաթափումից, հայրենազրկումից, պատրիացիդից հետո, այո, 35% Հայաստանի բնակչության ըստ ամերիկյան հարցմանը շարունակում են մնալ ռուսամետ, ռուսուլման, ինչպես ես ինձ թույլ եմ տալիս անվանել այդ յուրահատուկ ազգային կրոնը, բայց 73%-ը կողմնորոշվել են դեպի Եվրոպա։ Եվ այնուամենայնիվ Հայաստանի կառավարությունը ընտրություններից 8 օր առաջ քվեարկում է Պուտինի օգտին, Պուտինի, Ռուսաստանի։ Եվ այսուհանդերձ մարդիկ շարունակում են ասել, որ մենք չարախոսում ենք, որ մենք սխալվում ենք, որ մենք չենք տեսնում ճշմարտությունը, չենք հասկանում ինչպես է քաղաքականությունը աշխատում։ Չէ որ ինքը Մարկո Ռուբիոն էր եկել եւ դրանից առաջ J.D. Vance-ն էր եկել եւ ասում էր Փաշինյան, միայն Փաշինյան։ Ինչ ասեմ, նրանք Վիկտոր Օրբանյանն էլ էին աջակցում։ Հիշում եք ինչով այդ ամենը ավարտվեց։ Բայց Հունգարիայում ժողովուրդը քվեարկության այլընտրանք ուներ։ Դա Պետր Մադյարն էր, ժողովրդավարական տեխնացուն։ Հայաստանում այդ Մադյարը չգտնվեց, որովհետև մեր դաշինքը, որը մենք հատուկ կառուցում ենք այսօրվա համար, որպեսզի ազգային ժողովը լցվի ժողովրդավարական ուժերով, եվրոպամետ ուժերով, այդ ամենը քանդվեց հենց կառավարության ջանքերով։ Ինչևէ, ասել, որ Հայաստանում կա դեմոկրատիա, ժողովրդավարություն եւ Նիկոլ Փաշինյանը տանում է մեզ դեպի Եվրոպա, եթե ձեզ դուր է գալիս ինքնախապեյությամբ զբաղվել, խնդրեմ, ես կհիշեցնեմ այդ դեպքում ընդամենը մի բան, որը կատարվել էր այս ամսվա սկզբին, ամենասկզբին, եվրոպացիների այցելությունից 1 օր առաջ։ Մայիսի 1-ին հայտնի դարձավ, որ Երևանի Գազանանոցից, կենթանաբանական այգուց փախել է զեբրա եւ ամենտեղ առաջին հայտնվող լրագրող Շամշյանը նկարանում էր այդ զեբրային։ Աշխարհով մեկ տարածվեց այդ լուսանկարը եւ իսկապես մի փոքրիկ խղճուկ զեբրա կանգնած էր եւ ոչ մի կերպ չէր համաձայնում, իրան փորձում էին բերել, քաշում էին, ձգում էին, նա դիմադրում էր ու չէր մտնում կենթանաբանական այգի, բայց ժամեր անց կենթանաբանական այգուց հայտնեցին, որ իրենց մոտ ոչ մի զեբրա չի կորել, որ սա ինչ որ թյուրիմացություններ են քաշվեցին, ասեցին ինչքան պետք է լինի զեբրա, այդքան էլ կա։ Խեղճի վրա կարծեմ դույլով ջուր են լցրել եւ հանկարծ պարզվեց, որ զեբրան ավանակ է, այլ կերպ ասած էշ է, որին շատ հմտորեն սև ներկով, սև ու սպիտակ ներկով ներկեցին, դարձնելով զեբրանման։ Այս սա Հայաստանի Հանրապետության եւ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության կատարյալ խորհրդանիշն է։
Սա զեբրա չէ, սա դեմոկրատիա չէ, սա եվրոպամետ իշխանություն չէ։ Նրանք ուղղակի սև ու սպիտակով են ներկել իրենց, որ Երևան մի էկզոտիկ կենդանի զեբրա, գեղեցիկ, հերվից բերված դեմոկրատիա, իրականում ոչ։ Մի քիչ ջուր լցրեք և երբ որ ներկը կթափվի, դուք կտեսնեք, որ զեբրայի փոխարեն կանգնած է սովորական հայկական իշուկ։ Այդպես որ մեր ընտրությունները նման են այս զեբրային, որը իրականում զեբրա չէ։ Դա բոլորիս ծանոթ հին բարի իշուկն է։ Ասում են, էշ մի սատկի գարուն կգա, գարունն ավարտվում է։ Ասում են, էշը ցեխից կհանենք, չհանեցինք։ Ասում են, я էշը կմեռնի, я էշատերը։ Այ դա ճիշտ է։ Այ դա է հայկական քաղաքականության և դիվանագիտության գլխավոր սկզբունքը։ Եկեք ոչինչ չանենք, սպասենք, я էշը կմեռնի, կսատկի կներեք։ Я էշատերը։ Տվյալ դեպքում Պուտինը, էշատերը հենց ինքն է, և մեր ընտրությունները կախված են Վոլոդիմիր Զելենսկուց և Ուկրաինայի հերոսական ժողովրդից։ Այ երբ որ Պուտինը պարտվի Ուկրաինայում, նա կպարտվի նաև Հայաստանում։ Իսկ առայժմ Պուտինը հաղթում է ոչ թե Ուկրաինայում, Հայաստանում, և նրա հետ հաղթում է նաև Իլհամ Ալիևը։ Այդպես որ անկախության օրը մեզ մոտ նույնպես զեբրայի պես էր ստացվել։ Արարատի փոխարեն Արագած, շքերթը, որը պետք է տեղի ունենար ռազմական տեխնիկայով ազատագրված տարածքներում, գոնե 250 կիլոմետր զավթված տարածքներում, տեղի ունեցավ Երևանի կենտրոնում, ռոբոտ շների վազվզեցին, չգիտեմ, գնված էին իրենք Ամազոնով, Թեմոյով, թե սարքված էին այստեղ, դա այդքան էլ էական չէ։ Ռուսական, հնդկական, պարսկական զենք, մի քանի հին ֆրանսիական BTR-ներ, այդ ամենը վաղուց պետք է արդեն լիներ ՆԱՏՕ-ի բանակի չափանիշներով։ Մենք դա ասում ենք տարիներ առաջ, բայց մեզ ասում էին չեք հասկանում և կամուֆլյաժով ներկեցին նույն ռուսական .UN, TOS-ը, գեղեցիկ ՆԱՏՕ-ի նման կամուֆլյաժ էր, և սա էլ է զեբրայի պես սև ու սպիտակ ներք, անձրևից ներկը թափվում է և տակը մնում է նույն հայկական իշուկը։ Կհանդիպենք մոտ ապագայում, լավ օր ձեզ, ցտեսություն։